կարող եմ մի հարց տամ։ Անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգները SMS-ով, հեռախոսազանգով թե մեյլով եք ստանում, հարգելի գործընկերներ, շարունակություն քաղաքից սպասեք պատասխանատվություն։ Թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել, քնած, որովհետև կոմիտեի նախագահի եւ երկրի գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված է օրենքով։ Հիմա դուք այնպեսի հարց եք բարձրացնում, որ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Օրենքով ձեզ նամակ ուղարկի եւ հրահանգ։ Այո, մենք ինքնուրույն ենք։ Չհերկեցիք, մի րոպե, դա դու չհերկեցիք։ Օրենքով նախատեսված է, որ ես մասնակցում եմ գործադիր իշխանության մարմնի նիստերին, այդ հարաբերությունների մասին է խոսքը, Նարեկ ջան, մի փորձի մանիպուլացնել։ Եվ կոմիտեին վերաբերող հարցերի հետ կապված քննարկումներին եմ մասնակցում։ Այս ձևաչափով ոնց կարամ չշփվել։ Հարցը պատահական չէ։ Նիկոլ Փաշինյանը այնինչ ասում է 10 րոպե հետո, 5 րոպե հետո քննչական կոմիտեն կամ մեկին ասֆալտին է փռում, կամ մտնում են խուզարկության, կամ կոնկրետ գործընթացներ են տեղ ունենում։ Օրինակ, Սամվել Կարապետյան, ես իմ ձևով կմիջամտեմ 11 վայրկյան, 12 վայրկյան հետո արդեն նախաքննական մարմին է, իրավապահ մարմին է, Կոչուբաև, կարող եմ անվերջ թվել։ Շատ հանգիստ գրառումը կատարել էր, ըստ էության, վայրկյան։ Ով էր կատարել գրառումը։ Փաստաբանը գրառում էր կատարել, որից հետո անմիջապես գործողությունները իրական։ Այսպես կարելի է թվարկել Վարդան Ղուկասյան, Սիրով պարոն Պողոսյան, հաջորդ օրը գործընթացները տեղ ունեցան։ Ո՞նց հասկանանք սա։ Նիկոլ Փաշինյանը խոսում է, իրավապահ մարմինները միանգամից գործի են անցնում։ Ես չգիտեմ այդ համընկնումները եւ այլն ինչով պայմանավորված։ Մի վարքյան օրինակներ պետք չի բերել։ Ես նշեմ, որ մենք գործում ենք բացառապես օրենքով։ Առիթը լինում է, օրինակ ձեր ասած մատնանշած դեպքում Կոչուբաևի հետ կապված գրառումը կոնկրետ տվյալ անձն է կատարել, գրառման կապակցությամբ առիթ հիմք է հանդիսացել հաղորդում ներկայացնելու, ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել, վարույթ ենք նախաձեռնել ու դատավարական process-ները գնացել են։ Հիմա այս ընթացքում ով ինչ մեկնաբանեց, ինչի մեկնաբանեց, գիտեք ինչ, այդ հարցերին ես չեմ կարող մեկնաբանել։ Անենց պատասխանեք ինձնից ակնիկ։ Ես իմ նույնը նաև ազնիվ է, շատ ազնիվ է, շատ ազնիվ է։ Նույնը նաև այդ դեպքում եղել է առիթ, եղել է պատշաճ հաղորդում, վարույթը նախաձեռնել ենք եւ process-ը առաջ է գնացել։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո մենք էլ օպերատիվ տեղեկություններ ունենք։ Ձերբակալելուց հետո ո՞րն է։ Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդ գործընթացը քննչական կոմիտեն սկսելու է լրագրողների խմբագիրների մասով։ Ես էլ օպերատիվ տեղեկություններ ունեմ։ Իսկ ցանկ ունեք դուք, պարոն Պողոսյան։ Ես ցանկ չունեմ, մենք ցանկով չենք առաջնորդվում, ցանկը ձեր վառ երևակայության արդյունքն է, մենք առաջնորդվում ենք օրենքով եւ իրավական process-ներով, այսքան։ Բայց կան ինչ-որ ուսումնասիրություններ լրագրողների լրատվամիջոցների հետ կապված, թե ոչ այս փուլում։ Ախր ես օպերատիվ տեղեկություններին Նարեկ ջան չեմ տիրապետում, ի պաշտոն է նաեւ եւ չեմ կարող ասել։ Եթե Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մենք առնվազն կարող ենք պատասխանել մենք լրագրողների հետ կապված վարույթներով, եթե հարցեր կա, խնդրեմ ես մասով հարցեր տվեք։ Շատ լավ, ես երկու հարց ունեմ, պարոն Պողոսյան։ Ոյ, ինքան անվնաս Խնդրում եմ, որ ցածր ասեմ, որտեղ դժգոհում եք բարձր եմ խոսում։ Պարոն Պողոսյան, Սամվել Կարապետյանի գործից եմ հարցնում, ուրեմն հունիսի 17-ին, երբ արդեն Սամվել Կարապետյանը այդ մեկնաբանությունը արել էր, որ եթե ընդդիմադիրներին չհաջողվի, մենք էլ կմասնակցենք մեր ձևով այդ ամեն ինչին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գրում է պոռնկաբարով, ու դրանից հետո արդեն սկսվում են, բան, ես ուղղակի ուզում եմ բան անեմ, որ չասեք, հունիսի 17-ին, ասում է, որ գրում է պոռնկաբարով հոգևորականներն ու ներողություն այս ամեն ինչը մեջ բերելու համար, ուղղակի ուզում եմ ուղիղ մեջ բերել, ներողություն այս բառերի համար, Փաշինյանի խոսքերն են, պոռնկաբարով հոգևորականներն ու նրանց պոռնկաբարով բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ, նորից կպաստիվացնենք, ընդ որում ընդմիշտ, որից հետո արդեն Սամվել Կարապետյանը կալանավորվում է, հետո էլ անընդհատ նրա կալանքի ժամկետը երկարաձգվում է եւ միակ հիմքը, ինչպես պնդում են փաստաբանները, այն հայտարարությունն է, ոչ թե տնտեսական գործերն են, այլ այն հայտարարությունն է, որ ասել էր այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս գրառումը, որը կալանքին նախորդել է, հրահանգ է, միջամտություն է գործին, թե ոչ, ինչպես եք դուք սա մեկնաբանում։ Ես այդ հարցին պատասխանեցի, դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։
Մենք իրականացրել ենք մեր լիազորությունները, մեր լիազորությունների շրջանակում եղել է համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու առիթ։ Օգտվելով մեր լիազորություններից նախաձեռնել ենք քրեական վարույթ, ձեռք ենք բերել որոշակի փաստական տվյալներ, առաջադրվել է անձին կոնկրետ մեղադրանք, հետագայում մեղադրանքը ենթարկվել է փոփոխության, առաջադրվել է նաև այլ մեղադրանքներ, այս մասով ընդհանրապես գործը նախաքննության փուլում է։ Թույլ տվեք, դուք հարգելի լրագրող, դուք մեջբերում եք Պարոն Փաշինյանի խոսքերը։ Այո, վարչապետի խոսքերը դուք ինձնից մեկնաբանություն եք ուզում, որովհետև դա նախորդել է գործընթացներին։ Կներեք, հարգելի լրագրող, քննչական կոմիտեի նախագահան որովիցե կերպ լիազորված չի մեկնաբանել որովիցե պաշտոնատար անձի մեկնաբանությունները կամ գրառումները ցանկացած պաշտոնատար անձի ես լիազորված չեմ, ախր ինձնից մեկնաբանություն եք ցանկանում, ես ոնց մեկնաբանեմ, երբ որ լիազորված չեմ, այսքան է։ Պարոն Պողոսյան, մյուս հարցս, դուք ուրեմն էլի Սամվել Կարապետյանի գործով եմ հարցնում, դուք ասեցիք, որ տեսեք, մենք լրագրողներս տեղյակ ենք այդ մեկնաբանությունից, որ այդ ամեն ինչին կմասնակցիր ձևով, այսինքն ուրիշ փաստերի մենք չենք տիրապետում, ուրիշ տեղեկություններ չգիտենք։ Դուք էլ ասում եք նախաքննությունը շարունակվում է եւ այլն։ Դուք էլի փաստեր ունեք, որ բացի այդ հայտարարությունից գործարար Սամվել Կարապետյանը իշխանությունը զավթելու կոչեր է արել, թե միայն դա է։ Ու մյուս հարցեր շարունակեմ, այսքան մյուս գործով տնտեսական, որ նրա փաստաբանները պնդում են, որ դատարանում էլ բան չի գտնվել, մեղսակցություն, հա, հիմնավոր կասկածներ չի գտնվել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, դա ինչու չի անջատվում, գնում դատարը եւ որն է այդ ողջամիտ ժամկետը, որ այդ քննությունն այդպես շարունակվում է, բայց դուք այն առաջին հարցը հիշում եք, չէ՞, որ դրանից սկսենք։ Հասկացա։ Այլ փաստեր ունեք, որ նա իշխանությունը զավթելու կոչ արել, որտեղ այդ նախադասության մեջ օրինակ չկա այդպիսի կոչ։ Հարգելի լրագրող, փաստերը կներկայացվի ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, դուք այդ ժամանակ վստահ եմ այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Եվ ինչ վերաբերվում է մյուս հանգամանքներին, տնտեսական, ես նոր ազգային ժողովի падգամավորի հարցին պատասխանեցի, որ երբ որ մենք միասնական մեղադրանք ունենք, օրենքը հնարավորություն չի տալի մեղադրանքը տրոհել եւ մի մասով ուղարկել դատան, այն մյուսով անձը շարունակի գտնվել քրեական հետապնդման կարգավիճակում։ Այսինքն տվյալ անձին մի քանի հոդվածներով է արարք մեղսագրվել, հետեւաբար այս առումով առանձին անջատել, որքան էլ որ փաստաբանը ցանկանա, որքան էլ փաստաբանը նշի, դա օրենքով նման հնարավորություն չկա պարզապես։ Մենք կհարցնենք, կներեք, եւ արդյոք Չէ, ես ձեր հարցին չեմ պատասխանել, բայց մինչև վերջ չեմ պատասխանել։ Մինչև վերջ չեմ պատասխանել ձեր հարցին։ Կներեք։ Հաջորդ անգամ որ տեսնեք, մի հատ կասեք հնարավորությունը որն է։ Այդտեղ մի հնարավորություն կա, կամ մի մասով հաստատվում է, այն մյուս մասով է ուղարկում դատան, այն մյուս մասով դադարեցվում է, կամ չի կարա մարդը մնա մեղադրյալ գործով, մեղադրանքի մի մասը անջատվի եւ ուղարկի դատան։ Այսքան։ Հաջորդը դուք նշում եք, որ Չէ, այն հարցին չեմ պատասխանել։ Հարցին մինչև վերջ չեմ պատասխանել։ Դուք նշեցիք, որ տնտեսական բնույթի հանցագործություններով հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Ի գիտություն ձեզ, երբ որ դատարանը հիմնավոր կասկածի շեմահաղթահարված չի համարվում, այդ մասը դեռևս դա չի վկայում, որ քրեական հետապնդումը դադարեցման ենթակա է կամ քրեական հետապնդումը անհիմն է, որովհետև դատարանը միջնորդության ժամանակ բավարարվում է այն ստացած նյութերով, որը որ քննիչը ներկայացնում է կալանքի միջնորդության ժամանակ։ Մի վարքյան եք էլի, ախր չեք թողում միջև վերջ ավարտում։ Այսինքն այս մասով այսքանը սա դեռևս չի նշանակում, որ հետապնդումը դադարեցման ենթակա է։ Ավելին, դուք եթե տեղյակ չեք, հույս ունեմ, որ տեղյակ չեք։ Այդ դատական ակտերը բողոքարկված է։ Երկուսն էլ պարոն Պողոսյան։ Իսկ մի քանակով չեմ կարող ասել։ Երկու անգամ է եղել։ Դատավորներով է անոններով կարող եմ նշել։ Այդ մասով բողոքարկված է, այսինքն դու գիտեք, որ մենք երաստիճան դատական համակարգ ունենք, մինչև վերջ կբողոքարկվի եւ հույս ունեմ։ Պողոսյան հրահանգ կա մինչև 2026-ի ընտրությունները կամ չգիտեմ արտահերթ Սամվել Կարապետյանին պահել կալանավորված։ Դուք նոր եք եկել։ Չէ, բայց այդ հարցը առաջին անգամ է հնչում։ Չէ, նման հրահանգ չկա։
Պարոն եւ չի կարող լինել։ Պարոն Պողոսյան, Մայրաթորից ստացել եք դիմում Հովանավանքը ազատելու, որտեղ Մայրաթորն ասում է, որ կարգալույց եղած հոգևորականը զավթել է այն եւ իրավապաներից ակնկալում են, որ այն վերադարձվի եկեղեցուն, նման դիմում ստացել եք թե ոչ։ Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ թե Մայրաթորից, որքան հիշում եմ, փաստաբաններից բողոք էին ներկայացրել, հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին, եւ այդ հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել։ Հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ վարույթ չի նախաձեռնվել։ Եվ կներեք արդյոք ուսումնասիրում եք, եթե իհարկե ձեր կառույցի իրավասության ներքո Եզրասրբազանի KGB-ի գործակալ լինելու մասին մամուլի հրապարակումները ուսումնասիրում եք թե ոչ։ Նարեկ ջան, այդ մասով ես նշեցի, որ քննչական կոմիտեն պետք է ունենա համապատասխան հանցագործության մասին հաղորդում։ Վարչապետ ազգային ժողովի ամբիոնից այդ մասին խոսում։ Հաղորդում, մենք որպես այդպեսին ստուգման գործառույթ ունի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մարմինը։ Պարոն Պողոսյան, դուք հարցին պատասխանեցիք падգամավորների, բայց եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ, քննչական կոմիտեի նախագահը որևէ կաշկանդվածություն ունի ենթադրյալ պատվիրատուի Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով ենթադրյալ պատվիրատուին պատասխանատվության կանչելու մասով։ Ամենևին, Քնար ջան, ուրեմն նշեմ։ Ընտանիքը նշում է, որ պատվիրատուներ կան, դա արդյոք կողմի։ Ես այդ հարցին անդրադարձա, ցանկացած քրեական վարույթով մենք քննարկում ենք նաև այլ հանցակիցներ լինելու վարկածը միանշանակ բոլոր այդ տեսակի հանցագործություններով այդ գործով նույնպես քննարկում է այլ վարկածներ։ Ես նշեցի, որ հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է, մենք դիտում ենք, որ օրինակ կա օժանդակող նաև այդ հարցում արդեն մեղադրանք առաջադրված է, թեև այդ անձը հերքում է իր հանցակից լինելու հանգամանքը, բայց նաև դա ամենևին չի նշանակում, որ մենք այլ վարկածներ ստուգելու հետ կապված այստեղ խնդիր ունենք, իրականում մենք պետք է հաստատենք, ես նշեմ, պարտավոր ենք նաև զենքի ձեռքբերման աղբյուրի հետ կապված քննություն կատարենք, մենք պարտավոր ենք օրերով, ժամերով հետ հանցավոր վարկագից այդ անձի ստուգենք, որ պահին որտեղ, այսինքն մենք չենք բավարարում մի տվյալ անձի ցուցմունքով։ Եվ ինչի պետք է կաշկանդվածություն ունենա։ Քպական է։ Բայց դա ինչ կապ ունի։ Քպական է եւ բոլորը դա են ասում, դրամար են նախնական։ Քնար, ախր դուք որ այդ հարցը տալիս եք, ես հիմա կարող եմ վկայակոչել բազմաթիվ գործեր, որոնցով որ հենց ձեր մատնանշված քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մենք ունենք։ Հրապ Սերգեյ Բագրատյանի տղայի գործը կարճ կարգավիճակ ունենք։ Կարող եմ մատնանշել, պարոն Պողոսյան։ Հա կարճվեց, բայց անհիմն կարճվեց։ Երկրորդ անգամ է քննչական կոմիտեն կարճ։ Բայց անհիմն կարճվեց։ Քաղաքացու դեպքում այսինքն Քնար, դուք այդպես մի մեկնաբանեք, դուք նշում եք, որ օրինակ, չգիտեմ, երկրորդ անգամ կարծես, չգիտեմ առաջի դեպքը որն է, բայց այդ երկրորդ անգամ վստահեցնում եմ, եթե ելներ համապատասխան հիմքեր, անկախ նրանից թե ում որդին է, դուք որ եթե ձեզ հասու լինի այդ որոշումը, դուք կծանոթանաք, որ որևիցե արարք չի կատարել։ Ուղղակի հասարակ քաղաքացու դեպքում դատարաններ եք հասցնում, մինչև վերջ, բերեք ընդհանրական չխոսենք։ Կոնկրետ օրինակով բերեցիք եւ այդ օրինակն եմ ուզում նշեմ։ Ուղղակի այդ անձը տեղ ներկա եղել, ինքը որևիցե գործողություն չի կատարել եւ խնդրում եմ այս առումով ասես չպայմանավորվեք անձը անկախ նրանից թե ում որդին է, ինչ կարգավիճակ ունի, դուք եթե դուք արդար լինեք, նաեւ կվկայակոչեք այնպիսի դեպքեր, որ կոնկրետ, չգիտեմ, իշխող կուսակցության անդամներից, իրանց հարազատներից եւ այլն ավելի խիստ խափանուն միջոցներ են կտրել։ Այ ինչի Նարեկ Մկրտչյանի եղբայրը։ Այո։ Տնային կալանք։ Բայց մենք ինչ արեցինք։ Թմրանյութն ինչ եղավ, պարոն Պողոսյան։ Ապօրինի զենք գնաց, բայց Թմրանյութի մասին էր, պարոն Պողոսյան։ Հարցը տվել եք միջակայք։ Քնչականը ինչ արել, ինչ միջնորդություն է ներկայացրել։ Կալանավորելու։ Դատարաններն են մեղավոր, պարոն Պողոսյան։ Չէ, դատարանները մեղավոր չեն։ Դատարանը միգուցե ճիշտ, բայց քնչականը ի սկզբանե ինչի՞ չեք նշում, որ կալանքի միջնորդությունը ներկայացել դատարան ասում եք, այ դուք օրինակը բերում եք եւ այդ օրինակը միջև վերջ։ Անչափ շնորհակալություն միջնորդության համար, պարոն Պողոսյան։ Ինչ եղավ Թմրանյութը։ Պարոն Պողոսյան, նորմալ եք համարում։ Գործից Թմրանյութը դուրս եկավ։ Քնար ջան, բեր թողնիշներ հարց տա էլի։